ասում է Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարները այլ ելք չունեին, կամ պետք է փախչեին գային Հայաստան, դրանով վարկաբեկեին իրենց կամ գնային ինքնազոհության։ Ինչ վարկաբեկեն, որ վարկաբեկված պրծած են։ Արտուր ջան, մտքես հասարակ բան ասեմ, նայ, ինքը արդեն իր այդ պատասխանի մեջ բացահայտում է իր ով լինելը։ Այսինքն հայրենիքի համար կյանքը նվիրելը գնալը անձնազոհության ինքը չի դիտարկում։ Այսինքն սա մորթապաշտ է։ Այլ ելք, ասում է, այլ ելք չունեին, ոչ չունեին, լիմոնկա չունեին, արա։ Արայք Հաուցյանը մնում էր Զիբիլի ավտոքշոների զենք բաժաներ։ Քաղաքովում խփում է, պարզվում է Արայիկի տված զենքով են խփում։ Ինչ, այդ զենք չունեին, լիմոնկա չունեին, ինչ ավտոմատ չունեին։ Ունեին լավ էլ Արտուր ջան, բայց սրանք փողի մեռած են։ Ախր հարցն է 18 տարեկան զինվորը քարորյա պատերազմի ժամանակ նռնակը քաշում է, ասում է հիշեք ինձ այդ հայտնի խոսքերը, ասեք, լսում ես ջանովդ մեկ սրսուրը ասում է, մարմինը ցկցում է դողան, ասեք քաշում է տրակհասնում է բանով։ Իրանք եկե բան ասում է կպտի գային այդտեղ վարկաբեկ, իրանց անունը վարկաբեկ։ Ինչից վարկաբեկին Արկադին եկել էր 44 օրյա պատերազմի ժամանակ բագաժնիկը բացել էր, ավտոյից ինչ ասես դատարկել էր դատարկում մրգերի, ոնց որ գնացել էր բանից Պարսկաստանի շուկայից, Մեյմանդարի շուկա, կամ Մեյմանդարից բան էր առնում, առևտուր էր առնում։ Արտուր, ես ձեզ նորից եմ ասում, ով է ընդհանրապես Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Մնացական Լևոնը, Սերժիկ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, սրանք ասում են մորթապաշտեր են, սրանք իրանց պետությունը հայրենիքը վաճառել են։ Սրանք փողի մեռած են։ Ասում են երեք չունեն։ Այսինքն հիմա նայում ես Բաքվի բանտի կադրը, գեներալ տղա նազկին լվացած պարավոյից կախած բանի պես, sense գլուխը կախ, լավ, այտենց ապրելում է պետք արա։ Բայց հիմա ինչ սխալ բան ենք ասում Արտուր, բայց 18 տարեկանին խեք տանում ասում եք ես հայրենիքը պաշտպանեք, մարդիկ էլ իրանք տրակցնում գերի չէին են գնում, հետներն մի 5 հատ թուրք էին տանում։ Բայց այսինքն դուք արա այդ երեխեքի հաշվին, ձեր բջերին, ձեր սիրասներին, ձեր կյանիքին, որ ձեր կյանիք ձեր վրից թրել են շուտվանից արա։ Բերանս բացել չտակ։ Այ վիժվածքներ։ Դուք ձեր կյանիքից խաբար չեք, ձեր երեխեքից, ձեր աղջիկեքից խաբար չեք։ Դուք դիշովկա եք, դիշովկի պես էլ սատկելու եք։ Իսկ այդ բանի Բաքվի բանտում գտնվող այդ գեներալը այնտեղ ղեկավարությունը այդ էլիտա կոչվածը, դրանք պետք է գնացեք դատվեն Արտուր։ Դրանց դեմ մենք պետք է դատենք, որ դասը լինի։ Որ ղեկավարը, գեներալը, նախագահան, հրամանատարը գերի իրավունք չունի հանձնվի։ Եվ վերջ։